Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին։ Դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Կարող եք նաեւ մեզ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում։ Մենք նոր հաղորդաշար ենք սկսում, Կինետիկա հաղորդումն է, որտեղ զրուցելու ենք կին գործարարների մասին, հետաքրքիր կերպարների, հետաքրքիր կանանց, ովքեր հաջողել են բիզնեսում, նաեւ իհարկե ձախողումներից էլ կխոսենք։ Եվ մեր հաղորդման առաջին հյուրը Մերի Գևորգյանն է, Farmetalon Plus դեղագործական ընկերության հիմնադիր տնօրենը։ Մերի ջան, բարև ձեզ։ Ողջույն, Մոնիկա ջան։ Ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում եք ձեր կերպարով, կարմիր գույնով, կարծես թե ամբողջովին ընդգծում եք հաղորդման այսպես բնույթը։ Ես ուզում եմ մենք սկսենք այն տեղից, թե դուք երբ որոշեցիք, որ պիտի գործարարության մեջ ձեր քայլը անեք, այսպես ասած, ձեր որոշումը կայացնեք, դուք լինեք գործարարը, որոշողը լիդերը, դա երբ էր ու ինչպես եղավ այդ որոշումը։ Ինչ ծավալուն հարց եք տալիս, Մոնիկա, իրականում մինչև որոշակի տարիք դու չես գիտակցում, որ քո մեջ կա գործարարական ջիղ։ Ամենահեշտ ու թեթև տարբերակը, եթե դու ունես ղեկավար, դու հետևում ես ղեկավարի գործունեությանը ու մտովի արդեն դա առաջին նշանն է, սկսում ես մտածել, որ ես կանեի ոչ այդպես, այլ այնպես, եւ այլն եւ այլն։ То есть դա արդեն նշան է, որ դու մտովի գոնե պատրաստ ես քո վրա, քեզ վրա ներողություն ինչ որ պատասխանատվություն վերցնես։ Դա առաջին սիմպտոմներն են, ինչպես կասեն բժիշկները։ Այդ սիմպտոմները հենց որ սերմացան քո մեջ, դու արդեն սկսում ես զարգացնել այդ միտքը, քեզ դնում այս կամ այն սիտուացիաների մեջ, հասկանալով, թե դու այդ սիտուացիաներում քեզ ոնց կպահես։ Որովհետև ղեկավար լինելը դա նշանակում է մարդկանց ղեկավարել, մարդկանց ոչ թե այդքան դա ղեկավարել, տանել քո հետևից, ճիշտ է, ու դա շատ մեծ պատասխանատվություն է։ Հենց որ դու զգում ես, որ այդ դերի մեջ մտովի դու քեզ արդեն լավ ես զգում, կոմֆորտնի զոնայի մեջ է, դու արդեն սկսում ես գործել։ Իմ մոտ էլ այդպես ստացվեց։ Հասունացավ, հետո եկավ հնարավորություն, ավելի ճիշտ է հնարավորություններ ինչ որ միտեղ դու ստեղծեցիր, կոսմոսի հետ խոսեցիր, ասեցիր, օքեյ, ուղարկի հնարավորությունը, ինքը ուղարկեց, դու էլ ընդունեցիր։ Բայց ամեն դեպքում այդ առաջին քայլը անելու պահ վախեցնող է թե ոչ։ Շատ, իհարկե, Մոնիկա ջան։ Որովհետև շատերը կարող են էմոցիոնալ այդ պահին որոշում կայացնել, չգիտակցելով հետագայի պատասխանատվություն։ Ձեր դեպքում ինչպես է։ Գիտեք, իմ դեպքում մի քիչ շատ ամբողջը առողջ իրականացվեց։ Ես սկզբում ղեկավարեցի փոքր թիմ, հետո մի քիչ մեծ թիմ, հետո մի քիչ մեծ թիմ։ Ի սկզբանե դեղագործական ոլորտում։ Այո։ Միայն։ Ես այն երջանիկ եզակի մարդկանցից եմ, որը ավարտել է դեղագործականը, աշխատում է որպես դեղագետ մինչև օրս։ Իսկ ոլորտում առհասարակ կանանց ներգրավվածությունը կարծես թե մեծ է, եթե այսօր մենք մտնենք օրինակ դեղատներ, մեծ մասամբ կտեսնենք իգական սեռի ներկայացուցիչների աշխատող։ Ինչու է այդպես հիմնականում չի ընկալվում այդ մասնագիտությունը տղաների կողմից, թե կանայք ավելի ուշադիր են, ավելի պատասխանատու են, ինչն է, որ ավելի այսպես բալանսը փոխում է։ Մոնիկա ջան, տեսեք, դուք դեղագիտական ոլորտը ձեր համար որպես պոտենցիալ հաճախորդ, այսպես կոչենք, հա, տեսանելի է միայն դեղատունը իր աշխատակազմով։ Այո, բոլորի համար այդպես է տեսանելի։ Շատ ճիշտ եք, դեղագետը հիմնականում կինարմատեն աղջիկներ են, բայց դեղագիտական ոլորտը դա մենակ դեղատունը չի, դա նաև ներմուծողներ են, դա նաև դեղագործական ոլորտներ են, այստեղ արդեն այդ սեռային հարաբերությունը լրիվ ուրիշ է։ Ներմուծողների մեջ կին ներմուծող գրեթե չկա։ Ես ու մի քանի շատ քիչ քանակով կանայք են։ Եթե գնանք դեպի դեղագործական ընկերություններ, այնտեղ էլ կան եւ կանայք եւ տղամարդիկ։ Միայն դեղատանն է, որ գերակշռող մասը դա աղջիկներ են։ Լավ հարց եք տալիս, թե ինչի այդպես չեմ կարող ասել։ Այդ հարցի շուրջ երբևիցե չեմ մտածել։ Не знаю։ Չգիտեմ, երևի ինչ որ ազգային կարծրատիպերի հետևանքն է, որ տղան, դեղատանը, չգիտեմ, ինձ թվում է все-таки ազգային կարծրատիպ է, բայց խորհրդալից չեմ արել։ Այ ասացիք, որ ամեն դեպքում դուք են եզակիներից եք այդ ներմուծողների շարքում։ Ոնց է դա ընկալվում, որ կինը այդ եզակիներից է այդ շարքում տղամարդկանց կողքին կանգնած, օրինակ այսպես կարմիր հագուստով ինքը որոշումներ է կայացնում։ Ոնց է կարմիր հագուստը ключевой-ն է։ Այո, ոնց է դա ընկալվում նախ կողքի տղամարդկանց կողմից եւ պետության մակարդակով եւ դրսի շուկայի հետ աշխատելիս ինչպես են ընկալում կանանց։ Կդժվարանամ ասեմ, ընդհանրապես ասեմ իմ օրինակով, տեսեք Մոնիկա ջան, ես դեղագործական ոլորտում շատ վաղուց եմ աշխատում, գրեթե 20 տարի է, այսինքն ինձ ներմուծողները արդեն սովորել են որպես ոլորտի ներկայացուցիչ, այնպես չէր, որ ես ինչ էի անում, ինժեներ էի ու մի օր որոշեցի, որ պետք է մտնեմ դեղագործական ոլորտ ու դառնամ ներմուծող։ Բայց ամեն դեպքում այն ժամանակ, երբ սկսել եք, կարծում եմ ավելի այսպես կարծրատիպային է, չէ՞ մոտեցումը։ Ինչ խոսք, հիմա շատ բան է փոխվել։ Ուզում եմ ասեմ, իմ պարագայում մուտքը եղավ շատ հարթ
առանց խնդիրների, որովհետև ինձ արդեն սովոր են։ Պարզապես ես դեղագործական ընկերության ներկայացության տնօրենից դառա ներմուծող։ Okay, հանգիստ էր։ Պետության մակարդակի վրա չկա սեքսիզմ հասկացողություն, ամեն ինչ նորմալ է։ Դու լիարժեք ներմուծող ես կամ ընկերության ներկայացուցիչ ես, նույնքան քո իրավունքներում ինչ որ естественно։ Ես իմ վրա ոչ մի այդ եթե ուզում եք բերեք դեպի սեքսիզմ, ոչ մի դրա նշույլ իմ վրա չեմ զգացել։ Ոլորտում դա չի։ Ես չեմ զգացել։ Ես խոսեմ իմ համար, չեմ զգացել ու չեմ կարծում, որ որևէ կին ներմուծող, որոնց քանակը, ինչպես ասեցի, շատ քիչ են, իր վրա դա զգացած լինի։ Դա անձ է, որովհետև տղամարդը կարա լինի ներմուծող, բայց ինքը չլինի պատասխանատվություն կրող, հստակ որոշում ընդունող, իր նույն ձևի կարող են ենթարկել մասնագիտական ճնշման։ Ճիշտ է, անկախ նայած ինքը կին է թե տղամարդ է։ Այտենց, կարմիր շորն էլ вообще դեռ չի խամ, ցավոք սրտի չէ կարմիրի մեջից դուրս չի գա։ Իսկ առհասարակ ինչպես է համագործակցությունը ոլորտում, ոնց են կանայք միմյանց հետ փոխհարաբերության մեջ, տղամարդկանց հետ արդյոք ընդունելի է բոլոր առումներով։ Կինը ընդունելի է։ Հիմա արդեն մի քիչ ավելի առողջ է սիտուացիան, где-то 10-15, գրեթե 20 տարի առաջ կնոջ ղեկավար կնոջ դերը ոլորտում, անկախ նրանից դա դեղագիտություն է թե որևէ այլ ոլորտ, այդքան հանգիստ չէր, հա, կոնֆլիկտ կար մի քիչ, որ ղեկավար մարմինները սովորաբար տղամարդիկ են, մենք է կովկասյան երկիր, էմոցիայով, տեմպերամենտով լի, ուրդու տունը թողած ու մեկ էլ ինչ-որ բիզնես։ Հիմա ես դա գրեթե չեմ զգում։ Եղել է շատ եզակի դեպքեր, կին ղեկավար եւ աշխատակից տղամարդ, բայց շատ եզակի էր իմ պրակտիկայում, որ կարիք չի եղել, որ ես ապացուցեմ, ես ավելի խելացի եմ, ես ավելի ուժեղ եմ, ես երրորդ եմ կամ չորրորդն եմ։ Օրինակով, միայն օրինակով Մոնիկա ջան։ Ստեղ չկա, ես կին եմ, քեզ ասում եմ որպես տղամարդ, ստեղ կա ղեկավար, որը հիմնավորում է իր տեսակետը, որպեսզի դու հարգալից տղամարդ ցանկություն ունենաս այդ ղեկավարին լսես, անկախ նրանից ինքը ոնց որ դուք եք ասում կարմիր զգեստով է թե շալվարով։ Այ ես կարծում եմ իմ անձնական կարծիքն է, որ կինը այլ որոշումներ է միշտ կայացնում, տղամարդը այլ որոշումներ է կայացնում, տեսակից կախված, որոնք կարող են շատ հաճախ լինել եւ լավը եւ վատը։ Կնոջ դեպքում ինչն է, որ միշտ առաջ է տանում, այ դուք նկատել եք, որ եթե այս որոշումը տղամարդը կայացներ, գուցե սա այս ավարտը չունենար ինչ ունի կամ ավելի էմոցիոնալ են դրանք լինում, ավելի հաշվարկված են լինում, ինչն է ձեր պրակտիկայի ընթացքում այսպես ջրի երես եկել եւ ավելի պարզաբանվել։ Մենք խոսում ենք պրոֆեսիոնալ կին, պրոֆեսիոնալ տղամարդ ներկայացուցիչների մասին։ Միանշանակ Մոնիկա առաջինը դա էմոցիան է։ Ես չնայած որ շատ երկար տարիների փորձ ունեմ, բայց ես ինձ ամեն անգամ բռնում եմ այն մտքի վրա, որ շատ որոշումների հիմքում իմ մոտ ընկած է էմոցիան։ Հետո միացնում եմ պրոֆեսիոնալը, որ նոր այդ պրոֆեսիոնալիզմը գա առաջ, բայց առաջինը դա էմոցիան է։ Ես էլ չեմ դարձել տղամարդ ռոբոտ, խայտա տղամարդիկ կան, որ շատերը ռոբոտ չեն, բայց տղամարդը շատ ավելի պրագմատիկ է մտածում։ Հետո տղամարդը սիտուացիային նայում է շատ ավելի գլոբալ։ Մենք կանանց, մեզ կանանց բնորոշը շատ ավելի խորանալ մանրուքների, դետալների մեջ, մանրակրկիտ։ Դա օգնում է թե վնասում է հաճախ։ Ղեկավարի համար ես կարծում եմ դա այդքան էլ ցանկալի գիծ չի։ Ղեկավարը պետք է պատկերը տեսնի ընդհանուր առմամբ, ընդհանուր պետք է տեսնի, հասկանալ այդ ռազմավարությունը ընդհանուր որտեղ է եւ որակում։ Երբ որ դու ընկնում ես մի քիչ ներքև այդ միկրոմենեջմենտի մակարդակի վրա, դա այդքան էլ ցանկալի չի։ Կատարողի համար կինը իդեալական աշխատող է, որտեվ կինը իդեալական կատարող է, մանրակրկիտ process-ների մեջ խորացող, իսկ տղամարդիկ որպես կատարող շատ անգամ էլի սիտուացիան վերևից են նայում։ Եթե այդպես տղամարդ աշխատող կա, իրան պետք է աճացնել, որտեվ դա շատ եզակի հատկություն է։ Բայց մեզ տարբերում է կանանցից հիմնականում, տղամարդկանցից հիմնականում էմոցիա։ Իսկ աշխատակիցները ում հետ են ավելի հեշտ աշխատում, կանանց հետ թե տղամարդկանց հետ, թե ընդհանրապես տարբերություն չկա։ Մարդու որակից, խառնվածքից, կարծրատիպերից, դժբախտ կամ երջանիկ մանկությունից, այդ ամբողջ բարդույթներից, որ ինքը բերում է մեծ կյանք, դրանից է կախված, թե ինքը լեզու կգտնի ղեկավարի հետ թե չէ, դա կլինի կին թե տղամարդ։ Դա ես միայն կապում եմ անձի հետ։ Դեղագործական ոլորտում ինչ փոփոխություններ եք նկատում վերջին տարիներին, որ արդյոք տենդենց կա դեպի լավացումը, Հայաստանում շուկան ոնց է փոխվում, ինչ փոփոխություններ են տեղի ունենում, դրական են թե բացասական են, ինչ եք տեսնում եւ ձեր գնահատականը։
Եվ դրական կա եւ բացասական կա Մոնիկա ջան, բայց почему-то առաջինը, որը գալիս է մտքից, դա բացասականը, այն, որ կովիդից հետո մեր ոլորտում եւ բժշկության եւ դեղագիտական ինչ որ հեղաշրջում կատարվեց։ Այո, օրինակ դուք բացասականը նշեցիք, շատ տղամարդկանց հետ ես զրուցում եմ, ու իրենք առաջինը միշտ դրականն են նշում։ Ես էլ եմ սովորաբար միշտ դրականը նշում, որտեվ դա ինձ սովորեցրել են, որ միշտ խոսելիս պետք է խոսել դրականից։ Սովորեցրել եք, բայց տեսնում եք, եթե ներսից կար, կինը միշտ խնդիրներն է նկատում ավելի շատ։ Ես կարծում եմ, իմ տպավորությունն է։ Okay, բան չունեմ ասելու, կարող է եւ, բայց ես էլ եմ իմ խառնվածքով միշտ սկսում եմ լավից։ Բայց ես անգամ չգիտեմ, այդ ոնց այդ հարցը տվեցիք, որ ես որոշեցի, որ պետքա ասեմ բացասական չէ, ասեմ խնդիրներից։ Կովիդից հետո շատ դեղագործական ընկերություններ առաջատար մեր շուկայում իրանց շատ արդյունավետ դեղամիջոցներով մեր շուկայից ընդհանրապես գնացին։ Մենք մեր մոտ գրանցված դեղորայքի քանակը, եթե ես չեմ սխալվում, էքսպերտները կարող են ինձ ուղղել, բայց 2 անգամ պակասեց։ Այդ ինչ է նշանակում, որ ինչ որ դեղորայք, դեղամիջոց, որը որ մեզ անհրաժեշտ է, իրան կարող ենք շուկայում չգտնել, որտեղ ինքը գրանցված չէ եւ շուկայում առկա չէ։ Համաձայնեք, դա մի քիչ անարդար է։ Թե ինչի ոնց եւ այլն, ինքը շատ մի քիչ մասշտաբային խնդիր է, եկեք դա բաց թողենք, թող մարմինները դրանով զբաղվեն, ամեն մեկը իր ոլորտի։ Դրականներից շուկան աճում է, դեղագիտական շուկան աճում է, ստաբիլ, տարեց տարի։ Ամենտեղ ընդունված է, որ Հայաստանը շատ փոքր շուկա է, սահմանափակումներ ունի եւ այլն։ Այո, փոքր շուկա է, բայց ստաբիլ աճող է։ Ստաբիլ մենք առնվազն 15-ից 20% աճում ենք։ Այո, դե եթե ուշադիր լինենք, կտեսնենք, թե ինչքան շատ դեղատներ են ավելանում Հայաստանում եւ եթե ժամանակին մենք տեսնենք մարզերում, օրինակ դրանք եզակի էին, այսօր մարզերում էլ թիվը բավականին մեծ է եւ դա խոսում է հենց շուկայի մեծացման մասին։ Ինչ խոսք, իմ օրինակով ասեմ, որ ես փորձում եմ մեր ընկերության սահմաններում նոր գրանցվող դեղորայքի քանակը ավելացնեմ, որտեղ ես այդ բացը տեսնում եմ, որ դեղորայքի քանակը գրանցված պակասել է։ Ուզում եմ մեր ընկերության սահմանում նոր դեղամիջոցներ գրանցեմ, որպեսզի մեր բուժառուն ունենա շատ ավելի լայն հնարավորություններ այս կամ այն բուժման ստանալու։ Դա էլ եմ ես նկատում թե մեր ընկերության, թե մնացած ընկերությունների օրինակի վրա։ Դա նշանակում է նոր աշխատատեղեր։ Համաձայնեք, եթե մարդ ստանում է դեղագետի դիպլոմ, բացի դեղատնից, արտադրամասից մեծածախից նաև ունենա հնարավորություն միջազգային դեղագործական ընկերություններում աշխատի, ճիշտ է։ Դա եւս շատ դրական տենդենց է։ Вот Մենք ջան, իսկ այդ դեղագործության մասին երբ մենք խոսում ենք, ինչպես ես ասացի, օրինակ դեղատներից եմ խոսում, անընդհատ դա տեսանելի կողմն է կարծես թե այսբերգի։ Իսկ խորքը մենք չգիտենք, թե ինչ է կատարվում ներսում։ Մեզ մի քիչ կպատմեք, թե ինչ process-ներ կան այդտեղ, առհասարակ մեխանիզմը ոնց է աշխատում, հեշտ է առհասարակ այդ ոլորտը Հայաստանում զարգացնելը, թե ոչ։ Տեսեք, Մոնիկա ջան, մինչև որ դեղամիջոցը դուք տեսնում եք դեղատանը, ինքը իրոք դա այսբերգի վերևի հատվածն է։ Ինքը շատ երկար ճանապարհ անցնում։ Ես մի քանի անգամ ասացի այդ գրանցված դեղորայք հասկացողությունը, ճիշտ է։ Դեղամիջոցը, որպեսզի մտնի շուկա, ինքը շամպուն չի, ինքը սապուն չի եւ այլն, ինքը դեղամիջոց է։ Մենք գործ ունենք առողջության հետ։ Այսինքն ինքը պետքա տվյալ երկրում գրանցվի։ Այսինքն մեր դեղգործակալությունը պետք է իրան ընդունի, որ այդ դեղը իր կլինիկական հետազոտությունով ճակերտավոր արժանի է, որպեսզի գրանցվի մեր շուկայում։ Դեղորայքը գրանցվում է, որից հետո ներմուծողները, դիստրիբյուտորները, շատ ավելի պոպուլար տերմինով ասեմ, արտադրող երկրից այդ դեղորայքը ներ են մուծում, ակցիզավորում են, ինչ որ փոփոխություններ եթե պետք է անում են փաստաթղթային այդ մակարդակի վրա, հետո մեծածախը իր պահեստից այդ դեղորայքը բաց է թողում դեպի դեղատուն, ու դեղատունը նոր կատարվում է վաճառքը։ Վերջին շրջանում ինչ որ դեղատների հետ կապված խնդիրներ եղան, կարծես թե բարձրաձայնվեցին դեղերի հետ կանչի վերաբերյալ։ Ինչ էր տեղի ունեցել, եթե դուք տեղյակ եք, առհասարակ նման դեպքերում հաճախորդները արդյոք պետք է վախենան, պիտի զգուշավոր լինեն, թե պիտի վստահեն դեղատանը եւ մտածեն, որ ինչ որ խնդիր եղել է, բայց ոչ մարդկանց առողջությանը վտանգ։ Դժվար է կանխատեսել, Մոնիկա ջան, քանի որ տեսեք, մենք շատ մի где-то 10 քանի տարի առաջ նմանատիպ հետ կանչի սիտուացիա ունեցանք, տեսեք ինչա որևէ երկրում այդ նույն կոպիտ ասած պարտիան դեղորայքի տվել էր ինչ որ կողմնակի երևույթ։ Դրա հիման վրա բոլոր այն երկրները, որոնք այդ պարտիայից օգտվել են, ստանում են նամակ, որ այս պարտիայի դեղորայքից լինում են ոչ ցանկալի երևույթներ կամ որևէ այլ ոչ ցանկալի յուրաքանչյուր ու կազմակերպվում է հետհավաքը։ Դա կանխատեսել, թե բուժառուի մակարդակի վրա, թե դեղագետի, թե բժշկի անհնար է։ Ոնց պետք է արձագանքել դրան ու ոնց ճիշտ ներկայացնել հանրությանը, որպեսզի
Օրինակ գործարարը, ով զբաղվում է հենց ոլորտով, այսինքն ինքը այդ դեղերի ներմուծմամբ է զբաղվում, այդ դեպքում ոնց ներկայացնել հանրությանը, որ վախեր չառաջանան, մտահոգություններ չլինեն, չմտածեն, որ ինչ որ խնդիրներ կան եւ խնդիրը հենց դեղատնից է գալիս։ Սովորաբար Մոնիկա, մենք արձագանքը, որ այս դեղորայքը պետք է ապահովել այս դեղորայքի հետ կաճը ստանում ենք շատ արագ։ Նույն րոպեն հենց որ մենք այդ ինֆորմացիան ստանում ենք, մենք բոլոր դեղատներին, մեծածախերին տեղեկացնում ենք, որ հենց հիմա կանգնացրեք դեղի վաճառքը։ Նույն րոպեին է դա կատարվում, որից հետո մենք ամբողջ եղած մնացորդները հավաքում ենք ու տալիս ենք ոչնչացման եւ այդ ամբողջը անցնում է հատուկ պրոցեդուրա, իր դոկումենտացիայով, իր ամեն ինչով։ Մենք շատ արագ ենք արձագանքում, այնքան արագ ենք արձագանքում, որ գրեթե դեպք չի եղել, որ այդ դեղորայքը հասնի բուժառուին, այդքան արագ ենք արձագանքում։ Մենք գործարար որպես մեր հիմնական նպատակը, որ չթողենք այդ ապրանքը հասնի բուժառուին։ Հենց ինֆորմացիան ստանում ենք, արդեն գործում ենք։ Այո, շատ կարևոր է իհարկե ժամանակի մեջ շատ արագ աշխատելը, դա միշտ փրկում է։ Ասում եթե գործ ունես առողջության հետ, իհարկե։ Միանշանակ։ Մենք գիտենք, որ այսօր շատ նոր դեղեր են ստեղծվում, փոխարինելու են գալիս նախորդ այն հին ժամանակների դեղերին եւ հաճախ ասում են, որ այս դեղը սովետական ժամանակներից եկող դեղ էր եւ այլևս կարիք չկա, որ դա օգտագործենք։ Արդյոք այդ տեսակետի հետ համաձայն եք եւ կան դեղեր, որոնք այսօր իսկապես կարիք չկա այլևս օգտագործելու, իրենք գուցե դեղատներում հաճախ կան, բայց իրանց կիրառելիությունը այդքան էլ նպատակահարմար չէ կամ չգիտեմ, իրենց փոխարինողները գալիս են, որոնց մասին մարդիկ այդքան էլ տեղյակ չեն։ Մոնիկա ջան, այստեղ մի հատ շատ հետաքրքիր պարադոքս կա։ Բժշկությունը, դեղագիտությունը շատ մեծ քայլերով առաջ է գնում։ Ինչ խոսք տարեցտարի մենք ստանում ենք նոր դեղամիջոցներ, համ նոր դասի, համ տվյալ դասի մեջ նոր ներկայացուցիչ։ Например, ցավազրկող, որպեսզի դուք պատկերացնեք։ Ինչ խոսք, ամեն հաջորդ դեղորայքը, դեղամիջոցը, եթե անցնում է այդ ամբողջ փուլը կլինիկական հետազոտությունները, երկար բարակ տարիներ շարունակ հասնում է բուժառուին, բնականաբար ինքը պետք է ունենա լրացուցիչ առավելություն, դա պարզապես արդեն մրցակցություն է։ Ինքը պետք է շուկայում եղածից լինի ավելի լավ, թե արդյունավետության տեսակետից, թե տանելիության, թե երրորդ եւ չորրորդ, ճիշտ է։ Եթե ինքը օրինակի համար սրտանոթային ոլորտի դեղորայք, ինքը նաեւ պետք է կյանք փրկի, բարդությունները նվազեցնի եւ այլն։ Ինչ խոսք, կան նորը, որը շատ ավելի արդյունավետ է, քան շուկայում եղածները։ Բայց չմոռանանք մի այսպիսի մի կարծրատիպ, որ չգիտեմ, ձեր ծնողները ինչպես օրինակ իմ ծնողը այդպիսին է, ինքը ընդունում է մի հատ դեղամիջոց, որի արդյունքը տեսել է։ Իրան հասա, որ դա սովետ, լավ էլ չի, սովետում լիքը լավ բաներ էլ կար, ինչևէ սովետական միությունից ընկած դեղորայքի շատ ավելի կատարելագործվածը կա, արի, ինքը ասում է ինձ մենակ սա է օգնում։ Դա արդեն հոգեբանական կախվածություն է, որի դեմ ոչ մի բան չես կարող անել, եթե ինքը խմում է այդ մի հաբից իրան լավ ազգում, չգիտես ինչքանն է պլացեբո էֆեկտը, իսկ ինչքանն է ռեալը, բայց եթե ինքը դրանից իրան լավ է զգում ու ակնհայտորեն դու բացասական երևույթ չես տեսնում, դու իրան թողում ես հանգիստ։ Իսկ կան դեղեր, որոնք շատ քիչ քանակությամբ են սպառվում, բայց ամեն դեպքում դուրս չեն գալիս շուկայից։ Այո, իհարկե։ Որոնք են, եթե իհարկե կարելի է նշել։ Ես անունները չեմ կարող նշել, բայց մի քիչ ավելի մեր հանդիսատեսին ավելի པարզ լեզվով ասեմ, հազվադեպ հանդիպող հիվանդություններ, որոնց որ օրինակի համար 100,000-ից մի տոկոս եւ այլն, շատ քիչ տոկոս է, բայց այդ հիվանդները գոյություն ունեն եւ դեղագործական ընկերությունները պարտավոր են ստեղծեն դեղորայք, դեղամիջոց այն բուժելու համար։ Իրանք շատ քիչ են, բայց իրանք պարտավոր են լինել շուկայում ու իրանք կան գոյություն ունեն։ Բայց չմոռանանք, որ դա կոմերցիոն հասկացողություն էլ կա եւ շատ անգամ այդ կարգի դեղամիջոցները գնվում են այս կամ այն պետության կողմից, որպեսզի փոխհատուցվեն այդ սակավաթիվ բուժառուներին։ Պատկերացրեցիք։ Այո, բացատրեցի, բայց պատկերացրեցի։ Չէ, պատկերացրեցի իրականում եւ նաեւ հետաքրքիր է թե արդյոք կան դեղեր, որոնք կարիք կա որ լինեն Հայաստանում, բայց որևէ կերպ հնարավոր չի լինում այդ ներմուծումը իրականացնել, որովհետև շատ հաճախ նաև կհանդիպենք մարդկանց, ովքեր կասեն, այս դեղը մենք օրինակ խնդրել ենք արտերկրից բեր, որովհետև Հայաստանի որևէ դեղատանը մենք դա չենք գտնում։ Ինչով է պայմանավորված դա, արդյոք ֆինանսի խնդիր է կամ համագործակցության չստացվելու խնդիր է, որ այդ դեղերը չեն հասնում մեր երկիր։ Մոնիկա ջան, ես համոզված եմ, դուք գիտեք, որ դեղագիտական ոլորտը մի խոշորագույն ոլորտներից մեկն է համաշխարհային իր շրջանառության տեսակետից, մասշտաբի տեսակետից ու գործում է բացի բուժառուի առողջությունից նաև բիզնեսի տարրական կանոնները։ Ինչպես ես ասացի, ցավոք սրտի Հայաստանը փոքր շուկա է, կոവിഡից հետո էլ вообще դեղագիտական շուկայում միջազգային ինչ-որ տարօրինակ երևույթներ է կատարվում եւ մենք շատ դեղագործական ընկերությունների այդ գիգանտներին ոչ այնքան հետաքրքիր ենք։
Ես բազմիցս ունեցել եմ դեպքեր եւ ես բանակցում եմ խոշորագույն դեղագիտական ընկերությունների հետ, գիգանտների հետ, իրենք ասում են, որ շուկան փոքր է, մեզ հետաքրքիր չի։ Իսկ ասում եք։ Այսինքն հիմնականում ընկալվում է որպես բիզնես դա եւ ոչ առողջության միջոց, որովհետեւ պիտի առաջնահերթ հաշվի առնվել, թե այս երկրում մարդիկ ինչ խնդիրներ կարող են ունենալ բացակայության պատճառով դրա։ Այո, ինչ խոսք, կա եւ բիզնես եւ բուժարոյի օգուտ հասկացողություն, իդեալական տարբերակը, որ այդ ամբողջ իրար հետ բռնի, բայց ելի եմ ասում, կան շատ մեծ դեպքեր, երբ մեր Հայաստանի գլխավոր մասնագետները կամ այս կամ այն ներմուծողը դիմում է նամակով առողջապահության նախարարություն, անկախ նայած, որ տվյալ դեղորայքը ինքը գրանցված չի, հիշում եք, չէ՞, գրանցված ինչ է նշանակում։ Գրանցված չի, բայց կա պոպուլյացիա բուժարուների, որը խիստ անհրաժեշտություն ունի այդ դեղամիջոցի հետ եւ առողջապահության նախարարությունը ինչ կետերից ելնելով թույլ է տալիս միանավակ ներմուծում այդ դեղամիջոցի, որպեսզի իր բուժարուն օգտվի այդ դեղամիջոցի արդյունավետությունից։ Ուզում ասեմ, ճկուն է համակարգը, նես չի, որ գրանցված չի, վсё։ Կամ շատ էլ որ Հայաստանը փոքր շուկա է, մեծ հետաքրքիր չի, չենք ներմուծում։ Տարբերակներ կան, որպեսզի մեր բուժարոին հասցնենք արդյունավետ դեղամիջոցները։ Իսկ լավ համագործակցող երկիրը որն է, որ այս ոլորտում միշտ հեշտ է իր հետ համագործակցել, միշտ արդյունավետ է եւ միշտ երկիր։ Այո, երկիր։ Այդ երկիր Հայաստանի համար։ Այո, Հայաստանի համար։ Մոնիկա ջան, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ես չէի զատի դա ըստ երկրի, էլի։ Դա կապված է ընկերության արժեքներից, այսինքն հսկայական ընկերություններ կան, որոնք որ աշխարհում մեծ տարածում ունեն ու կոպիտ ասած մոտիվացիա չունեն ել ավելի ընդլայնելու իրանց աշխարհում ներկայությունը։ Ընկերություն Դուք ում հետ եք աշխատում, որ այ ձեզ համար միշտ անփոխարինելի է եւ որ երկրից է այդ ներկայացուցիչը։ Դա է ես աշխատել եմ եւ շվեյցարացիների հետ, եւ գերմանացիների, եւ ֆրանսիացիների, ես եվրոպական երկրների մեծ մասի հետ աշխատել եմ։ Բոլորի հետ ամեն մեկ երկրի ներկայացուցիչը ունի իր սպეციფიკան։ Գերմանացիները դա սուպեր պունկտուալ ազգ է։ Սուպեր պունկտուալ։ Դե իրենց մասին բոլորն են ասել։ Ֆրանսիացիները լավ բիզնեսմեններ են, բան չունեմ ասելու, բայց կոմունիկացիան շատ անգամ մի քիչ թերիեր ֆրանսիացիների հետ օրինակի համար կարող են մեյլին ընդհանրապես իգնոր անել։ Այո, լրիվ։ Ամերիկացիները սուպեր մեյլին եւ կոմունիկացիային արձագանքող են։ Սլովենացիք աշխարհի ամենաբարեհամբույր դրական էմոցիա ամեն մի ազգը, իտալացիները դե չասեմ, կարող եք չէ պատկերացնել, նույնը իսպանացիները, բրիտանացիներն են մի քիչ կոնսերվատիվ, երկար կնստեն, կգցեն, կբռնեն, շատ երկար են քեզ ուսումնասիրում, ինչ որ քայլ են գնում։ Դու եթե դուք նկատեք, որ ամեն ազգը յուրովի իր սպეციფიკան ունի, բանակցության եւ բիզնեսի վարման, այո, բայց դիմացի կողմից է մեզանից էլ շատ բան կախված, թե ինչքանով մենք տրամադրող կլինենք, որպեսզի այդ բիզնես բանակցությունները գնա ճիշտ ունով։ Իսկ Հայաստանը այդ մասով ինչ առաջընթաց ունի եւ որքանով մասնագետները եւ ոլորտում աշխատող մարդիկ որքանով են պատրաստված այդ համագործակցություններին։ Բանակցություններին, թե ինչ համագործակցություններին։ Բանակցություններին, այ այդ գործընկերների հետ լեզու գտնելուն, մենք ոնց ենք պատրաստված կողքի աչքից, եթե նայենք, այ մենք խոսում ենք Գերմանիայի մասին, Ֆրանսիայի մասին, իրենց տեսակը հաշվի առնելով, ասում եք գերմանացիք շատ պունկտուալ են։ Հայերը ինչպիսին են եւ ինչ ընկալում կա դրսից հայերի մասին, կարծում եմ։ Կարող եմ չպատասխանեմ այդ հարցին։ Ես ուզում եմ անպայման պատասխանեք։ Դաժան եք, Մոնիկա ջան։ Հայաստանում կան անկախ ոլորտից եւ շատ պրոֆեսիոնալներ եւ այն մարդիկ, որոնք որ ձգտում են բարձր պրոֆեսիոնալիզմի։ Սկսենք լավից, չէ՞, մենք այդ կարծած ինքը կոտրենք, թե չէ, սկսենք լավից։ Բարձր պրոֆեսիոնալներ մենք ունենք մեր ոլորտում, որոնք որ ունեն այդ շփման արվեստին են տիրապետում, բանալ մեյլի գրվածքի տեսքից դու հասկանում ես, որ մարդ գիտի ինչպես բիզնես պարտներին պետք է դիմել կա տերմինոլոգիա հասկացողություն կոմունիկացիայի կուլտուրա կա մեր բիզնեսը դա թվերի մասին է թող հանկարծ տենց կարծիք չստեղծի որ դա միայն դեղամիջոց է ես ամբողջ օրս զբաղվում եմ թվերով չնայած որ դեղագիտեմ դարձել եմ ֆինանսիստ թվերի լեզվի հետ ճկուն լինելը, հասկանալը, շուկայի տրենդերին տիրապետելը, ունենալ մասնագիտական ինտուիցիա, որպեսզի հասկանալ շուկան որտեղ է եւ ուր է գնում, հասկանում եք դա ինչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում։ Կան այդպիսի մասնագետներ, ոչ պետք չի ասում որ չկան, բայց նաեւ ոչ այնքանները, բայց որոնք որ ձգտում ունեն այդ միջազգային ստանդարտների ոլորտների մեջ աշխատել, հիմնականում այդ ստանդարտը բարձր են դնում միջազգային ընկերությունները, որոնք որ Հայաստանում ունեցել են ներկայացություններ։ Իրանք մեզ սովորեցրել են ոնց պետք է լինի, մենք դες չենք ծնվել։
Ես 20 քանի տարի աշխատում եմ միջազգային ընկերությունում, ես այդ կուլտուրան դարել եմ իմ հարազատը, բայց շատ ընկերություններ, որոնք որ չեն ունեցել տենց փորձ, հասկանում են, որ այս միջազգային ստանդարտները լավն են։ Իրանք իրենց համար հնարավորություն են դուրս գան միջազգային շուկա եւ այլն, ադավայ վերցնենք մենք էլ սովորենք այդ միջոցներին տիրապետել, որպեսզի ներկայանալի լինենք դրսում։ Լավ պատասխանեցիք, շատ դրականորեն պատասխանեցիք։ Դե հա։ Ես ավելի բացասական պատասխանեցի ասեմ։ Այն վերջին փորձից հետո որոշեցի դրականի վրա ակցենտ դնել։ Շնորհակալ եմ։ Շատ մեն ջան, իսկ այսօր Հայաստանում հնարավորությունները մեծ են հատկապես կանանց համար գործարար դառնալու։ Դաշտը թույլ տալիս է կանանց այդ քայլը անել։ Մարդու մտքին տեղ լինի Մոնիկա, անկախ նայած դու կին ես թե տղամարդ ես։ Ցանկություն, նպատակասլացություն ու աշխատասիրություն։ Ինչ կապ ունի կին ես թե տղամարդ։ Տարբերություն այսօր չի դրվում։ Ես կարծում եմ, որ կինը նույնիսկ ունի առավելություններ, ինչի, Որոնք որտեղ կինը ճկուն է։ Բանակցություններում ես ունեմ տղա աշխատողներ։ Մեր ոլորտը դա վաճառքի ոլորտ է։ Իմ տղա աշխատողները այսպես տղա աշխատողներ ունեմ, որոնց սովորացրել եմ ոնց վաճառքի process-ը պետք է լինի, բայց մեկը ճկուն կնոջ մոտեցումը վաճառքում, բանակցություններում, կոմունիկացիայում դա անհամեմատելի է, որտեղ կինը flexible է։ Տղամարդը շատ կող կարամիացնի, իսկ կինը միշտ դիպլոմատիչն է, понимаете? Բայց տարօրինակ է, չէ՞, որ քաղաքականության մեջ տղամարդիկ ավելի շատ են։ Այդ դիվանագետները, ովքեր կան, ավելի շատ Եվ ոչ միայն քաղաքականությունում շատ ոլորտներ կա, որ տղամարդիկ շատ ավելի գերակշռող են։ Կանանց արժեքը թերագնահատվել է։ Կարծում եք։ Կարծում եմ դրա համար ենք հաղորդումը ստեղծել, որ գերագնահատենք, ճիշտ է ասենք։ Ֆեմինիզմի կողմնակից եք։ Ես չի ասի, որ ֆեմինիզմի կողմնակից եմ, բայց կարևորում եմ կանանց դերը միանշանակ եւ չպիտի իջեցնել, նվազեցնել, նվաստացնել։ Այո, բայց թե կին թե տղամարդ պետքա շատ ռեալ մոտենալ, այլ ոչ թե նրա համար, որ կինը ուրեմն ինքը ինչ որ առավելություն ունի, չէ, շատ ոլորտներում երևի թե դա չէ կլինի էդի չասեմ, ուզում եմ ասել շատ ոլորտներ եւ սուտքի տղամարդկանց համար ստեղծված են, բայց չասենք էլի որ կինը ուրեմն բոլոր դռները պետք է իր համար բացվեն, չէ էլի։ Իսկ ինչպես եք թիմի ներսում կարողանում թիմակիցների հետ քիմիա ստեղծել, որ լավ աշխատեն, հավեսով աշխատեն, չհիասթափվեն կամ կոնֆլիկտների հարցում լուծումների ավելի հեշտ ճանապարհներ գտնեք։ Օրինակով ծնողն էլա չէ տենց դու հա ուզում ես ասա մենք պետք է աշխատենք շիտակ, էթիկական եւ այլն, եթե դու քո օրինակով ցույց ես տալիս հակառակը, քո խոսքը արժեքազրկվում է։ Տրամաբանական է։ Քիմիան ստեղծում ես օրինակով, էմոցիա ես տալիս, հետո սպասում ես, որ այդ էմոցիան հետ կգա, սովորաբար հետ է գալիս։ Եթե կան կոնֆլիկտներ, եթե կոնֆլիկտում ներգրաված են մի քանի հոգի, առաջ լսում եմ առանձին կողմերին, հարկ եղած դեպքում, հետո մենք երեքով ենք դա քննարկում։ Եթե դու ասում ես, որ մեր ընկերությունում պետք է լինի թափանցիկ մթնոլորտ, օրինակով դա պետքա ցույց տաս։ Եթե մեկը գալիս է ականջիդ մի բան ասում, չես սարքում դա մատի փաթաթան ու դրան տալիս միակողմանի լուծույթ։ Լսում ես մյուս կողմին։ Եթե всё еще པարզ չի, նստածում ես սեղանի շուրջ ու երեքով գալիս եք ընդհանուր Սրան բոլորը չէին հավատակ, ասին կանայք բամբասկոտ են։ Միշտ ասում են, չէ՞, կանանց միշտ հիմա ավելի տղամարդիկ ես ներողություն եմ խնդրում, բայց ստատիստիկորեն տղամարդիկ հիմա ոչ պակաս բամբասկոտ են, քան կանայք։ Ես պատկերացնում եմ հիմա մեզ ոնց կքարկոծեն, բայց ինչ կա։ Իսկ ոնց եք մոտիվացնում աշխատակիցներին։ Վայ մենք շատ տարբեր մոտիվացիոն գործիքներ ունենք, սկսած խոսքից իմ համար իմ անձի համար խոսքը շատ մեծ նշանակություն ունի։ Սկսած խոսքից, վերջացրած տարբեր սերտիֆիկատներով, նվերներով, վերաբերմունքով, նյութական տարբեր միջոցներով եւ այլն։ Մոտիվացիան այնքան արտահայտման ձևեր ունի, Մոնիկա, չեք կարող պատկերացնել։ Անսահման։ Ապրեք։ Այդ անսահմանից էլ օգտվում ենք։ Կարևորը գտնում եք ձեր այո, ինդիվիդուալ է մոտիվացիան էլ է ինդիվիդուալ։ Մեկի համար խոսքն է կարևոր, բայց չի նշանակում իր նյութապես չպետք է շահագրգռես, չէ՞ կամ մոտիվացնես։ Մյուսի համար նյութական է, բայց այդ չի նշանակում, որ դու իրան մենակ պետքա բոնուս տաս ու խոսքով չասես, որ ես շատ եմ գնահատում քո աշխատանքը։ Ինչ հետաքրքիր է տղամարդիկ էսպես մտածում են։ Չեմ կարող ասել։ Դուք տղամարդ հյուր չեք ունենալու։ Ունենալու են։ Դե հարցրեք։ Հուսամ ունենալու ենք։ Հա, դե մի հատ հարցրեք։ Նայած, այստեղ ես կարծում եմ կին տղամարդ вообще սերը կապ չունի, էլի Մոնիկա ջան, այստեղ կարևորը անձը, խառնվածքը, կարիերան, в общем, լիքը ֆակտորներ կան, որը ձևավորում են քեզ որպես ղեկավար։ Սերը կապ չունի։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ձեզ նույնպես հրավերի համար։
Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ կինետիկա հաղորդումն եք լսում Գործարալիքի եթերում։ Իմ զրուցակիցը Մերի Գևորգյանն էր, Farmer Etalon Plus դեղագործական ընկերության հիմնադիր տնօրենը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք հաջողություն։